Արմավիրի մարզի Զարթոնք բնակավայրում կանանց եւ աղջիկների հետ քննարկել են մարդու իրավունքները, ընտանիքում կնոջ ազատ ընտրության հնարավորություններն ու աղջիկ երեխայի նկատմամբ խտրական վերաբերմունքի հետևանքները։ Միջոցառմանը մասնակցել են մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում Նիդերլանդների արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը, Ազգային ժողովի падգամավոր Ռուստամ Բաքոյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը եւ բնակավայրի ներկայացուցիչները։ Հանդիպման գաղափարն առաջացել էր Անահիտ Մանասյանի Զարթոնք կատարած նախորդ այցից հետո։ Մանկապարտեզում կազմակերպված միջոցառման ժամանակ ծնողները, հատկապես եզդիական համայնքի ներկայացուցիչները, խնդրել էին մարդու իրավունքների վերաբերյալ առանձին քննարկում անցկացնել։ Ի սկզբանե որոշել էինք, որպեսզի մեծ միջոցառում անենք մարզի տարածքով, հետո հաշվի առնելով տարբեր համայնքային առանձնահատկություններ, որոշեցինք, որ ավելի լավ կլինի ունենալ մի քանի միջոցառում եւ միջոցառումներից առաջինը հենց իրականացնել եզդիական համայնքը ներկայացնող այն կանանց համար եւ նաեւ համայնքը ներկայացնող այլ կանանց ու աղջիկների, ովքեր հետաքրքրված էին ընդհանրապես մարդու իրավունքների հետ կապված հարցերով, հիմնականում մայրիկներն են այստեղ հաճախող երեխաների։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Նիդերլանդների դեսպանության հետ համատեղ իրականացնում է խնդրի կանխարգելմանն ուղղված ծրագիր։ Նախատեսվում է նաև ֆիլմ ստեղծել եւ այն ցուցադրել Հայաստանի տարբեր մարզերում։ Հայաստանում Նիդերլանդների արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերի ներկայացրած տվյալներով վերջին 25 տարիներին Հայաստանում բնական ժողովրդագրական հարաբերակցության համեմատ շուրջ 80,000 աղջիկ չի ծնվել։ Նրա խոսքով այդ ցուցանիշի հետևում հաճախ ընտանիքի եւ հասարակության ճնշում տղա երեխա ունենալու պահանջով։ Այս վիճակագրությունը միայն թվերի մասին չէ, այլ սոցիալական եւ ընտանեկան լուրջ խնդիր է։ Հաճախ կանայք ազատ չեն որոշելու տղա թե աղջիկ երեխա ունենալ, քանի որ նրանց վրա ճնշում է գործադրվում։ Սա վկայում է, որ հասարակության մեջ տղաները հաճախ ավելի նախընտրելի են համարվում, քան աղջիկները։ Ֆիլմի եւ հանրային քննարկումների միջոցով ցանկանում ենք բարձրաձայնել խնդիրը եւ պաշտպանել կնոջ սեփական հղիության վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքը։ Ֆիլմի ցուցադրությունից հետո մարզերում նախատեսվում են հանրային քննարկումներ, հետագայում այն կարող է ցուցադրվել նաև հեռուստատեսությամբ։ Ծրագրի հեղինակների գնահատմամբ խնդրի հաղթահարման համար անհրաժեշտ են ոչ միայն իրավական քայլեր, այլև ընտանիքներում եւ համայնքներում կանանց եւ աղջիկների նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։